Բոլոր դեպքերում, նորից եմ կրկնում, Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրություններում։ Եթե վերցնենք այն ընդդիմադիր ուժերը, ովքեր այսպես ասած վառեցին ժողովրդի քվեները, եթե դա չբաշխվեր քաղաքացիական պայմանագիր ուժը չօգտվեր այդ քվեներից, բոլոր հաշվարկներով երևում է, որ իրենք չեն հաղթել այս ընտրություններում։ Բայց իրենք փորձում են գրանցեն դա որպես հաղթանակ։ Եվ ամենակարևորը, իրենք եւ իրենց աջակցող ուժերը սկսեցին զարգացնել այն նարատիվները, որ ընդդիմությունը չպետք է վերցնի մանդատները։ Քանի որ եթե մանդատները ընդդիմությունը չի վերցնում, իրենք ստանում են հնարավորություն միանձնյա կառավարել ազգային ժողովում։ Բոլորս հասկանում ենք, որ կամ իրենք կօգնեն, կանցնեն այնպիսի ուժեր, ինչպիսին ասենք Արամ Սարգսյանը կամ կան անհասկանալի ուժեր նույնպես, ովքեր կապահովեն իրենց թե սահմանադրական մեծամասնություն, թե ցանկացած քվեարկություն, դրա համար մի կողմում այս խնդիրն է։ Երկրորդ կողմում իշխանության լեգիտիմություն ապահովելու խնդիրն է։ Ես ուզում եմ այդ հարցը քննարկելով ընդդիմադիր բոլոր ուժերի հետ մենք հասկանանք, կվերցնենք մենք մանդատները, չենք վերցնի մանդատները, մենք պայքարելու ենք, քանի որ մենք մեր պետությունը ունենալու է ոչ լեգիտիմ իշխանություն եւ ունենալու է Ադրբեջանի եւ Թուրքիայի ձևավորած մեխանիզմը Հայաստանում, որով տանելու են մեր երկիրը թրկացման եւ կործանման։ Մենք ամեն ինչ անելու ենք, խանգարենք այդ process-ներին։